մարդիկ առանց վախենալու հստակ օրինակներ էին բերում, թե ինչպես է հարկային ու քննչական մարմինները միասին, ասենք գործողություններ իրականացնում, ընդ որում առանց խորը ապացուցողական հիմքի, հա, բանակցելը ընդհանրապես տեսչական ռեֆորմների մեջ ամենաանընդունելի բանն է։ Այլ դա փոքր տերորիզմն է, հետ կգնամ 3 տարի, կհամեմատեմ բանկային քաղվածքները, այսինքն պոստտերմինալ, ՀԴՄ իրար բռնում է եւ այլն, որը էլի այդտենց սկսվում է այդ բանակցություն եւ այլն։ Երևի քիչ դեպքերից է Հայաստանում, որ 2200 իդենտիֆիկացված ստորագրություններով նամակ գրվեց վարչապետին, որ հանդիպեն ու քննարկեն սա, որը տեղի չունեցավ մինչ այսօր։ Բայց փաստացի դա հարկային բեռի բարձրացում էր, այսինքն մոտ 30,000-ով ակտիվ հարկվճարողների քանակը պակասել։ Բարև ձեզ, հետքի տաղավարում ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ համահիմնադիր Հակոբ Ավագյանն է։ Բարև ձեզ, պարոն Ավագյան, շնորհակալ եմ, որ մեր հրավերն ընդունել եք։ Պարոն Ավագյան, վերջերս հետքի տաղավարում էր Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը, եթե այսպես ընդհանուր ամփոփելու լինեն, նա ասում էր, որ հարկային ոլորտում ամեն ինչ լավ է, բեկում եւ հարկ վճարողների մոտ բեկումնային փոփոխություններ է եղել, մի ընտանիք են դարձել։ Հիմա ձեզանից փորձենք լսել մեդալի հակառակ կողմը, այդ ընտանեկան մթնոլորտը կամ բեկումները դուք զգում եք թե չէ։ Բեկում են ընտանիք դարձել, թե բեք եւ հարկ վճարողները միասին։ Իրականում պրակտիկ դաշտում մի քիչ անհնար է այդ պատկերացնելու ընտանիքի համեմատություն անել, ու ոչ միայն մեր երկրում, այլ ամբողջ աշխարհում դա բնական բալանս է, էլի, նա հարկ հավաքող եւ վերահսկող մարմինն է, սա գեներացնող, բայց ես ուզում եմ ձեր թույլտվությամբ մի քիչ տենց պատճառ հետևանք ու ընդհանրապես էս վերջին շրջանի այդ կադրային քաղաքականությունների մասին խոսել, ամենևին նկատի չունեմ պարոն Հակոբյանի անձը, այլ ավելի մեծ պատկերում, էլի, եթե նայենք, ու ես կարծում եմ, որ սրան անընդհատ մենք հավուր պատշաճի ուշադրություն չենք դարձնում մեր երկրի կառավարման համակարգը, որը բնականաբար ազդում է նաև թե տնտեսության քաղաքականությունների մշակման եւ մասնավորապես արդեն մեծամասնություն կազմող ակտիվ հարկվճարողների մեծամասնություն կազմող մեր սիրելի փոքր ու միջին բիզնեսին։ Եթե մենք հետ գնանք, կհիշեք սահմանադրական այդ փոփոխությունները, կառուցվածքային փոփոխությունները, որով իբր պետք է լիներ պարլամենտական երկիր, հա, եւ բալանսավորեր գործադիրին պարլամենտը, հա, բայց այս փուլում մենք որ նայում ենք այդ նախորդ իշխանության արած այդ փոփոխությունների արդյունքում այսօր դոմինանտ է դարձել ու մնում կառավարությունը իր ղեկավարով եւ նրան հակակշռող նախագահի ինստիտուտը ամբողջովին ստվերվել է։ Սա նախ այդ քննություն տալու երևույթն է, որ քաղաքացու առաջ քննություն էին տալիս, չէ՞, մի հատ նախագահան իր ընտրություններով, երկրորդը արդեն պարլամենտական, որոնք իրար անընդհատ փոխարինում էին։ Առնվազն այդ, ես վաղուց հեռու եմ այն մտքից, որ պետական չինովնիկները այտենց վստահ անընդհատ աշխատում են ի նպաստ երկրի եւ այլն, ինչ որ պահի, երբ որ այս քաղաքական մասը կտորը ուժեղանում է, նրանք աշխատում են քաղաքական դիվիդենդների համար ավելի շատ։ Այսինքն պետական գործիչ եւ քաղաքական գործիչ ասվածը հիմա ավելի խառնվել է իրար եւ մենք ավելի շատ հանդիպում ենք քաղաքական գործիչ եւ քաղաքական խոստումներ եւ կատարելիքներ։ Հետևաբար, եթե հետ գնանք օրինակ նախկինում մենք ունեինք նախագահի ինստիտուտ, նախագահի վերահսկողական ինստիտուտ, որ այդ հիմա տենց պետական վերահսկողական ծառայությունն է, որը նաև հսկում էր նման կառույցներ, ինչպիսին հարկային տեսչություններ, մաքսային ծառայություններ եւ իրենք բալանսավորում են։ Իհարկե ամենևին չեմ ասում, որ նախորդում ամեն ինչ լավ էր, հակառակը դրա վատ ամեն ինչի ցասումը ժողովրդի այդ ցասման ձևով ոնց որ արտահայտվեց, հա, որը եւ օգտագործվեց նրանց դեմ, բայց ես համակարգն եմ ասում, որ այսօր ցույց է տալիս, որ բալանսավորել է, քանի որ չկա եւ կադրային նշանակումների եւ այլնի, մենք ապա տեսնում ենք, որ այդտեղ մենք կառավարությունը կարծես ավելի դոմինանտ։ Ավելին ասեմ, շատ հետաքրքիր է, որ հանդիպումներ է լինում, ասենք, ազգային ժողովի պատգամավորների եւ պատգամավոր ավելի բարձր ռանգով մարդկանց հետ, նույնիսկ հարցազրույցներում երբեմն տեսնում եք, որ նրանք այդպիսի բառ են օգտագործում, ասում են զեկուցեցինք վարչապետին, այս խնդիրը լուծվեց եւ այլն։ Այսինքն դա իրանք իրականությունն են ասում, այնպես չի, որ լեզվի սայթակում է եւ այլն, բայց դա հենց այնա, որից մենք վախենում էինք, որ ասում ենք չի ստացվի։ Այսինքն
եթե ամփոփեմ այս կտորը, մենք այս պահին կարող ենք հստակ արձանագրել, որ մեր երկրում այսօր հակակշիռների ինստիտուտները չկան եւ մենք մեր մտածելակերպով մեր քաղաքացիների եւ այլն պատրաստ չէինք մենք sense նման ձևով, որովհետեւ մենք ընտրություն գաղափարը չգիտենք ինչա եւ այս ամենը չպրոյեկտվում է նույն ամենացածր մակարդակի նշանակումների եւ այլնի մասով են, այսինքն երբեմն մենք տեսնում ենք կառույցներ, այդ թվում վարչական մարմիններում, որտեղ մարդիկ հայտնվում են ոչ թե իրենց ունեցած փորձով, քանի վարչարար են իրանք կարողացել ղեկավարել, քանի հոգի են որովհետև մենք խոսում ենք, ասենք երբեմն նաև մեր երկրի ամենամեծ վարչական մարմնի մասին, այլ առաջնորդվում են լոյալությամբ, կատարողականության բարձր աստիճանով եւ այլն։ Վերադառնալով այն գաղափարին, որ այս պահին մոտեցումը տենց է, ցավոք սրտի վերջի շրջանի բողոքները, որոնք նաև հանրային խոսույթում էլ հայտնվեցին, այդ հարկային տերոր ասվածը, հա, նաև այդ մասով ազգային ժողովում եղավ փակ քննարկում, որտեղ մարդիկ առանց վախենալու հստակ օրինակներ էին բերում, թե ինչպես է հարկային ու քննչական մարմինները միասին, ասենք գործողություններ իրականացնում, ընդ որում առանց խորը ապացուցողական հիմքի, հա։ Այսինքն կա այդ հարկային կոշտ վարչարարությունը, հարկային տերորը, որը պետք է կտրուկ հերքում է։ Իհարկե կա, ու ցավոք սրտի, ու այդ ես չեմ ասում, այդ նույնիսկ քաղաքացիական պայմանագիր կուսակցության падգամավորներն էլ դրա մասին խոսեցին, քննչականի ղեկավարին ասեցին, ասում եմ, փակ քննարկմանը մենք եղել ենք, երբ որ բիզնեսները կոնկրետ օրինակներ էին բերում, թե ինչպես են գալիս, ասենք, արգրավում համակարգիչներ, նույնիսկ դեպք կար մի կին էր նստած, որ կին հաշվապայի հեռախոսն էին վերցրել այդ արգրավման որպես բան մաս, հա, որը էլի անընդունելի է։ Այսինքն ու հետո բիզնեսը սկսում է երկար տանջվել, ապացուցել, որ իր մեղքը չկա, էլի, այսինքն այս իսկ բիզնեսի դեպքում ցանկացած այդ մեկ օրը, որը ինքը ծախսում է ոչ թե իր բիզնեսի զարգացման համար, այլ պաշտպանվելու համար, դա ուղիղ հələ մի կողմ դնեմ, որ եթե կարող է մի տարի հետո, 2 տարի հետո դատարանը որոշի, որ ամեն ինչ սխալ էր, հետ գա այդ գումարը, բայց այդ մի տարին կամ ընդհանրապես մի ամիսը կամ բիզնեսներ, որ մի օրը նույնիսկ դա բերում է իր կարելի ասել լրիվ անկման, էլի։ Մասսայական է այդ երևույթը։ Մասսայական չեմ կարող գնահատական տալ, այտենց ամբողջ պատկերը չգիտեմ, բայց առնվազն այդ հանդիպմանը ու մեզ որ տարբեր դեպքերով կոնկրետ որ ներկայացնում են, ինձ թվում է այդ երևույթը կարելի ասել առնվազն կա, բայց մասսայականա թե չէ, պետք է գնահատեն անկախ մարմինները, բնականաբար ոչ թե այդ մարմնի ղեկավարները, ովքեր ասում են, դե մենք փորձում ենք, իրանք էլ բնականաբար բերում են այն դեպքերը, երբ որ օրինակ ապօրինի գործող ինչ որ նկուղում արտադրություն են գտել, բայց դա համեմատել մյուսի հետ, ինձ թվում է անհամեմատելի է։ Ասենք ես վերջերս օրինակ դեպք ունենք, որ հենց հարկային մարմինը ակտ ա գրել, ստուգման ակտ, որին համաձայն չի եղել տնտեսվարողը, կանգատարկման հանձնաժողովը դիմել, թողել են անփոփոխ, հիմա դատարանում է գործը, այդ նույն գործով անցնում է մի քանի ամիս, որ հələ գործը դատարանում է, նույն գործով քննչականը, ասենք, գալիս է ու սկսվում է այդ բանը։ Իդեպ պետք նախագահի խոսքում էլ տեսա, որ անդադ ինքը ասում էր, որ մենք առաջարկում ենք բանակցեն եւ այլն, այդ բանակցելը ընդհանրապես տեսչական ռեֆորմների մեջ ամենաանընդունելի բանն է։ Այսինքն այստեղ բանակցել չպետք է լինի ու իրականում ցավոք սրտի այդ արդեն քննչականի դեպքում կան նաև այդ երևույթները, որ ասում են դե տես նախնական գնահատել ենք պայմանական 170 միլիոն քո բանը, դուժանքի չափը, արի 50 միլիոն մուծի վարույթը կարճենք։ Այդ բիզնեսը սկսում է մտածել, ասենք ինչ անի, եթե ինքը չմուծի 170 միլիոն հաշիվները կալանք են դնելու, գործարանը փակվելու է, արտադրությունը կանգնելու է եւ այլն, ինքը սկսում է գնահատել։ Այդ դեպքը կոնկրետ 50 միլիոնը մուծել են, ճշգրտել են, իրենց ձեռքով ճշգրտել են, այսինքն, բայց հիմա գործը դատարանում է։ Չէ, այսինքն ոնց պետք է այդ հարկը գեներացնի, ինքը ինչ որ հաշվետվություն է ճշգրտում, բայց գործը դատարանում է, որ հետո դա հետ կբերի։ Այսինքն բիզնեսը գնահատում է պայմանավորվածություն է, հարկային տեսուչների հետ են պայմանավորվում, ավելի շատ արդեն հարկային քննչական այդ բանն է, եռանկյունին աշխատում, ու այդ դեպքում բիզնեսը գնահատում է, ասում ավելի լավ է ես այդ վճարեմ, գնամ դատարանում անեմ, բայց հանկարծ չկանգնի, որովհետև իր կանգնելը վարկեր, գնորդներ, ասենք պայմանագրեր,
դա հավասար է, ասենք, բիզնեսի կորցնելու սննկացման դեպքեր կան, որ ինքս մանեմ հետո գնամ, բայց վիճակագրությունը ցույց է տալիս, որ տեսեք, մենք գնացինք, այսինքն ըստ թղթերով ամեն ինչ նորմալ է։ Տեսեք, գնացինք, արձանագրեցինք 50 միլիոն վճարեցին։ Ուրիշ հարց է, որ այդ ամեն դեպքի հետևից պետքա գնալ։ Ու դրա մյուս կտորն էլ, որ կառավարության ղեկավարը վերջերս իր բրիֆինգում ասաց, որ ամեն ավել վճարված լումա հետ կգա, տենց մոտավորապես ձևակերպումը կարող է ինչ-որ առացիչան մեջ բերում, բայց դրան էլ մեխանիզմ չկա, այսինքն այդ հակակշռելու մեխանիզմը ինստիտուցիոնալ, որ մենք նախկինում ասում էինք, ու այս կառավարությունն էլ էր 18 թվին վերցրել այդ բանը, այսինքն հենց մեր առաջարկով, որ գործարար շահերի բիզնես օմբուդսմենի ինստիտուտ դրվի, որը անկախ լինի, գնահատի եւ այլն։ Հիմա չնայած վախում եմ տենց առաջարկ անեմ, որովհետեւ էլի հետ գալով իմ ներածական խոսքում ասած հաշվի առնելով կադրային նշանակությունը, նույնիսկ այդ ինստիտուտը ներդրվելու դեպքում կասկած կառաջանա, թե արդյոք ինքը անկախ է թե չէ։ Նույն երևույթը մի քիչ ավելի փոքր մասշտաբով ունենք նաև փոքրերի դեպքում, այս վերջերս տենց էլի հանրային սննդի մի կետի մասով էր տենց դեպք եղել, որ եկել էին հսկիչ գնում կատարելու, մոտավորապես մի 10 անգամ հսկիչ գնում էին կատարել, ունդեղ այնպիսի մեխանիզմ է դրված, որ ավտոմատ ՀԴՄ-ները տպվում է, նույնիսկ իրանք են զարմացել, բայց քանի որ տենց վախենում են այդ պլան բառը ասել, բայց ոնց որ նաև իրենց արտադրողականությունն է այդպես հաշվվում, ինքը լավ ներառեց, ոնց որ ասում այլի դա էլ փոքր տերորի ձևն է, հետ կգնամ 3 տարի, կհամեմատեմ բանկային քաղվածքները, այսինքն պոստտերմինալ, ՀԴՄ իրար բռնում է եւ այլն, որը էլի այդտենց սկսվում է այդ բանակցություն եւ այլն։ Ընդհանրապես Այսինքն ինչ-որ կասկածով են գնում փոքր բիզնեսի մոտ, թե ուղղակի կա աշխատանք, որը պետք է իրանք անեն, ու երբ որ նայում ես իրենց հանձնարարականները, տեսնում ես նաև իրենց ծանրաբեռնվածությունը, այսինքն երբ է բացվի հանձնարարականը, որորն է գալիս քո հետ նույնիսկ այդ բանակցության, ստացվում է, որ իրենց մոտ այդ գերծանրաբեռնվածությունն է ու պետք է արագ ինչ-որ այդ ակտերը փակեն։ Այդ օրինակը, ասենք, շատ դասական օրինակ է, որ այս պահին ենթադրենք նախկինում ինչ-որ խախտումներ արել է այդ բիզնեսը, եսիմ ինչ արել, բայց եկել է ՀԴՄ կիրառության ստուգում է կամ չէ։ Այս պահին տեսնում ես, որ չկա։ Ինչու է պետք է այդ բանը առաջարկել, որ պետք է գնամ, ինձ բանկային քաղվածքներ հարցում կանեմ, պետք է տաս նայեմ նախորդ 3 տարին։ Այսինքն որտեղ պարզ բանի, ոնց ասեմ, վիճակագրական նույնիսկ սխալվելու հավանականությունը մեծ է, որ կարա ինչ-որ խնդիր եղած լինի այդ գանձապահը, ասենք համադրելի չլինի պոստտերմինալը եւ ՀԴՄ սարքը։ Այս չեմ ուզում տենց շատ մանր օրինակի վրա բերեմ, բայց քանի որ ասում եք, որ պետքա բանալվի կոնկրետ օրինակներով, կոնկրետ օրինակներ են դրանք ու այդ մարդիկ մեր շուրջը ապրում են ու այդ ընդվզումը, անկախ նրանից, որ իրանք էլի բիզնեսի կտորը միշտ իրանք փորձում են ապաքաղաքական մնալ, որովհետև նյութական իմաստով իրանք շատ ավելի շատ բան ունեն կորցնելու, քան մենք երկուսով, հա, որովհետև այդ մարդիկ, ասենք, կյանք են դրել, նյութական արժեք են դրել, իրանց մոտ այդ նյութական տենց չափելի կորցնելու մասը։ Ու այդ իմաստով իրանք վախենում են բարձրաձայնեն, վախենում են խոսել, ու այդտեղ շատ կարևոր է արդեն բիզնես միությունների ու ասոցիացիաների դերը, որոնք հավաքագրում են ու անանուն են ներկայացնում այս հարցը։ Այդտեղ էլ գալիս արդեն երկրորդ կտորը, արդյոք պետություն մասնավոր երկխոսություն մենք ունենք, դա ինստիտուցիոնալ է, կառուցողական է, թե ոչ, եւ արդյունքներ տալիս է։ Որովհետեւ դուք այս տարվա սկզբում կարծեմ ձեր ասոցիացիան, ինչպես նաեւ փոքր միջին բիզնեսներ, կառավարության շենքի առաջ էր ցույցեր լինում, տարբեր բողոքներ, հատկապես շրջանառության հարկի փոփոխություններին էին վերաբերում եւ շրջհարկի շրջանակ ահագին նեղացվեց։ Կուզեմ եւ այդ երկխոսությունից խոսեք, քանի որ սկսեցիք դրանից խոսել եւ շրջհարկի փոփոխության ազդեցությունից։ Շատ լավ օրինակ հիշեցիք ու շատ շնորհակալ եմ, որ այդ հիշում եք, որովհետեւ այդ ժամանակ մենք բացի տենց ի նկատեմ ՓՄԶ-ն, որ սկսել էր այդ բողոքի ակցիաները, հետո մեծ տեղակ բացին, մենք վերցրեցինք մեր հիմնական մանդատի կտորը, որտեղ նամակագրություն, հավաքագրել խնդիրները, գնալ ավելի մասնագիտական, որտեղ ասենք մեկը առևտրի իրականացման վայրի մի կետից է, մյուսը ոսկու շուկայից է, մյուսը արտադրողը, հա, ասենք տենց դու փորձում ես խմբերով այդ ավելի ոնց ասեմ, ավելի կազմակերպված ներկայացնել ու հենց այդ ասոցիացիայի դերերից ամենակարևորը երևի քիչ դեպքերից է Հայաստանում, որ 2200 իդենտիֆիկացված ստորագրություններով նամակ գրվեց վարչապետին, որ հանդիպեն ու քննարկեն սա, որը տեղի չունեցավ մինչ այսօր։
Դա այս տարվա հունվարի փոփոխություններից առաջ։ Առաջ չէ, հենց այդ հունվարի փոփոխություններից հետո, երբ որ բողոքի ակցիաներ եղավ, այնտեղ որոշում կայացվեց, որ վերջին, այսպես ասած, ինստանցիան, որտեղ գնացինք եւ պարլամենտում խոսեցինք եւ առանձին Ֆիննախի ու ՊԵԿ-ի 2000 տարբեր առևտուր, արտադրություն եւ ընդ որում այդ ստորաբությունները շատ ավելի շատ էին, բայց ովքեր համաձայնվել էին իրենց ՀՎՀ-ներով, իրենց բաներով, անչահերոսի համարներով, անունազգաններով, այդ պահին այդ ժամանակահատվածը, որ հայտարարել են, կարծեմ 2 շաբաթում այդ հավաքվեց, այդքան գրություններ, որը արձագանք չստացան։ Ինչի դեմ էին բողոքում տնտեսվարողները։ Հենց շրջանառության հարկի ձեր հիշատակած շրջանառության հարկի փոփոխության, որը կարելի ասել շրջանառության հարկի գաղափարախոսությունը ֆունդամենտալ փոխվեց, այսինքն ինքը շրջանառության հարկ չի, ինքը ինչ որ դեգրադացված շահութահարկի ինչ որ բան տեսակ է, էլի, որտեղ գաղափարական, երբ որ 2012 թվականին շրջանառության հարկը ներդրվեց Տիգրան Սարգսյանի կառավարության օրոք, դրա գաղափարը այն էր, որ ասում էր փոքր բիզնես, ես քեզ հանգիստ եմ թողում, դու միայն պետությանը քո հասույթը մի խափի, ես քո հետ խնդիր չունեմ, այսինքն գաղափարը դա էր։ Բարդ հաշվառում, հետո արկայինը գաս, ես ծախսը ընդունում եմ, չեմ ընդունում, սա սխալ ես արել, այս հաշվի ֆակտուրատ հաշվետու ժամանակաշրջանում չի եւ այլն, որը հիմա այդ ամբողջը ներդրվեց, հա։ Դա փոխվեց, որը բերեց բնական հարկային բեռի ավելացման եւ հարկային բեռ զուտ տոկոսային իմաստով չեմ ասում ես, չնայած տոկոսային էլ ավելացել, այլ այն բեռը, որը կրում է փոքր բիզնեսը այդ հաշվարկը անելու համար։ Այսինքն շատ դեպքերում նաեւ միջազգային կառույցների մեթոդաբանության մեջ կա այդ ձևաչափը, երբ որ դու հաշվում ես քանի մարժամա ծախսում այդ փոքր բիզնեսը, այսինքն ինչքան հաշվապահական ծառայություն առնում, ինչքան իրավաբանական ծառայություն առնում, այդ ձեր մեր նախազրույցում որ ասում եք գյուղմթերք առնելու դեպքում դա պետք է ապացուցես, որ դա գյուղմթերք է կամ անտառի հավաքչություն է, հա։ Դրա համար պետք է լինի, ասենք, պայմանագիր, պետք է լինի տեղեկանք, որ այդ մարդը իր սեփական, որպեսզի դա համարվի փաստաթուղթ եւ նվազեցվի իր ծախսերից, եթե խոսենք այն։ Դա բիզնեսի համար ավելորդ քաշքշուկ է ստացվում։ Այսինքն հիմա եթե մենք ասում ենք, չէ, եթե ճիշտ հաշվառեք, ընդ որում ամենաբարձր մակարդակով դա ասվում էր, ապա ձեր հարկը կփոքրանա։ Բայց այդտեղ ասում եմ բանալի բառը եթեն է, այսինքն եթե ճիշտ հաշվառեք, ինչ արժի այդ փոքր բիզնեսի համար։ Գումարած դրան հուլիսի 1-ից էլ ուժի մեջ մտավ հաշվապահների ու իրավաբանների հարկային բեռի փոփոխությունը, ովքեր էլի հայտնվեցին ավելացված արժեքի հարկի դաշտում։ Հա, իրենց արգելեցին շրջարկում աշխատել։ Այո, ու էդ էլ է շատ հետաքրքիր, տարվա կեսից հարկային ռեժիմ փոխել, տենց բան ես չգիտեմ 2012 թվականից այս ոլորտի հետ աշխատում եմ, տենց բան չեմ հիշում ես, էլի, որ տենց ռեժիմ, այդտեղ գրեցին, որ հարկային բեռի բարձրացում չկա, վատթարացում չի, ռեժիմի փոփոխությունն է, որպեսզի տենց բան չլինի, հարկային օրենսգրքին չհակասի, բայց փաստացի դա հարկային բեռի բարձրացում էր, բանով, սոուսով, որ դա հարկային ռեժիմի փոփոխությունն է, հա։ Դրան զուգահեռ այդ ձեր ասած պետություն մասնավոր երկխոսության այդ ժամանակաշրջանում տեղեր ունենում Դիլիջանում հայտնի բիզնես ֆորումը ապրիլի 18-ին ու այդ հարցը էլի իմ կողմից ներկայացվեց վարչապետին, որ պետք է ժամանակ տրամադրեք ու երկխոսեք ՓՄԶ-ի հետ, որովհետև նախկինում մենք հենց ունեինք վարչապետին կից ՓՄԶ խորհուրդ, որը 2018-ից վերափոխվեց փոխվարչապետին կից, էկոնոմիկայի նախարարին կից եւ այլն։ Ու ուղիղ կապը այդ երկխոսությունը վարչապետի հետ ինստիտուցիոնալ կարելի ասել այս պահին չկա։ Դա միջնորդավորված է, դա տեղեկանքների տեսքով է հասնում իրան կամ չի հասնում, չգիտեմ, բայց ուղիղ իրան ասենք, որ կա այսքան ստորագրություն, ժամանակ տրամադրեք եւ հանդիպեք ու լսեք նրանց, հա, որը տեղի չունեցավ, այդ ֆորումն էլ էր հետաքրքիր, որ ասին հաջորդ ֆորումը կլինի ոնց որ ամփոփիչ աշնանը, որը մինչև հիմա չէր եղել, հիմա նոր հայտնի դարձավ, որ շաբաթ օրն է լինելու Ջերմուկում, ու շատ հետաքրքիր է սրան զուգահեռել նաեւ պետական մարմինները սկսեցին հայտարարել իրենց կից ղեկավար մարմինների հասարակական խորհուրդների ձևավորման հայտարարությունները, ասենց իրար հետևից, էլի։ Ինչ են ուզում դրանով ցույց տալ։ Ոչ թե ցույց տալ, այլ որ եթե ֆորում առնելու շաբաթ օրը հանգարց այնտեղ հարց լինի, ասեն մենք այդ կատարողականը արել ենք, հենա տեսեք հարթակ ենք ստեղծում երկխոսելու եւ այլնի մասին։ Այսինքն էլի սա այս պատճառ հետևանքն է, էլի, Սեդա ջան, եթե հետ գանք էլի նախաբանին, ամեն ինչ արվում ավելի շատ քաղաքական դիվիդենդի, բայց դե ֆակտո ըստ էության ոչ խոսակցությունն է, ոչ էլ գործն է, էլի։
տեղի ունենում։ Պետական եկամուտների կոմիտեն ասում է, որ շրջարկի փոփոխությունների արդյունքում ձեռնարկությունների թիվը չի պակասել, եւ ընդհանրապես սա հարկային ավելորդ բեռ չի եղել ՓՄԶ-ի համար։ Եթե դուք ունեք սրանց հակափաստարկները, կխնդրեմ ավելի շատ թվային ցուցանիշներով նաեւ դրանք մեզ ներկայացնել։ Մենք շատ հարուստ չենք թվային բաներով, բայց մի երկու թիվ հենց պետք է ցարցրենք, որտեղ այդ թվերը հենց իրենք են տիրապետում։ Ես մի հատ հետաքրքիր ցուցանիշ ասեմ, որ մենք հարցրել ենք նաև ակտիվ հարկ վճարողների քանակը 2024-ի դեկտեմբերի 31-ը համեմատած 2025-ի հուլիսի 1-ով 168100 2024-ի վերջում էին, 2025-ին 138000, այսինքն մոտ 30000-ով ակտիվ հարկ վճարողների քանակը պակասել է։ Այս թվի վրա կուզեմ մի քիչ կանգ առնենք, ովքեր են ակտիվ հարկ վճարողները եւ իրենց թվի նվազումը ինչ է նշանակում։ Այնտեղ մեթոդաբանությամբ ասենք են հարկ վճարողները, որոնք գոնե նախորդ 2 երամսյակում ինչ որ հաշվետվություն են տվել եւ այսինքն մի հատ աշխատող գոնե ունեն կամ ինչ որ վաճառք ունեն եւ այլն, էլի։ Այսինքն փաստացի գործողները։ Այո, փաստացի գործողները։ Դա ԱԶՍՊ կապ չունի, հա։ Բայց հետաքրքիր է, որ ստեղ էլի փոփոխություններ, ասենք գերփոքր բիզնեսները, ստեղ մի քիչ փոքր ու միջին ձեռնարկատիրության, գիտեք, չափորոշիչները տարեկան հաշվարկով, ասենք տարեկան մինչև 100 միլիոն շրջանառություն ունեցող եւ այլն, այսինքն կիսամյակային եթե համեմատենք, սա մի քիչ շեղված կլինի, որովհետեւ կիսամյակը տարեկան ցուցանիշ չի, այնուամենայնիվ ստեղ էլ ունենք նվազումներ, հիմա տարին ավարտվի հետ էլ կնենք, բայց միևնույն ժամանակ շրջարկ վճարողների քանակը 25 թվականի հուլիսի 1-ի դրությամբ 77000 եղել է նախորդ տարվա վերջին, 25-ին 94700 ավելացել է։ Սա իմ կարծիքով ենթադրում եմ, որ այստեղ եղել է նորից բանի տրոհումներ հարկային բեռից ելնելով, որովհետև ամենաշատը շատացել են առևտրի ոլորտում փոքր բիզնեսներ, որոնք ենթադրում եմ հաշվի առնելով, որ մինչև 24 միլիոն դրամ այդ ապրանքային մնացորդի հաշվառում եւ այլն իրենց մոտ տենց ոչ պարտադիր է, հա, իրանք հիմա էլի բաժանվեցին ինչ որ մասերի եւ այլն, որտեղ շրջարկում աշխատեն թե միկրոյում որ մնան, այսինքն որպեսզի չանեն այդ ապրանքային ինչ մեկ այդ գույքագրմունցիային բողոքում եւ այլն, որ այդ շրջարկի վերաբերող փաստաթղթավորումը որպեսզի չանեն, տրոհվում են, որ միկրոյում գործեն։ Այո։ Նաև այդ որ քանակային փոխվել է, իսկ զուտ շրջանառության հարկի մեջ որ ավելացել են բաները, հենց շրջարկ վճարողները, դա եւս էլի խոսում է, որ իրանք տենց ոնց որ փորձում են, որտեվ ընդհանուր հարկ վճարողների դրա համար են համեմատականը տենց հարցրել, այսինքն ակտիվ հարկ վճարողների քանակը եթե նվազում է, պետքա լոգիկայով ստեղ էլ նվազեր, բայց հենց այո, ստեղ նվազել է մյուս ոլորտները, արտադրության ոլորտում, հանրային սննդի ոլորտում, այս ռեստորանների, կաֆեների, ճիշտ է քիչ, բայց նվազել է, ծառայության ոլորտում նվազել է, բայց առևտրի ոլորտում շատացել է։ Այսինքն ստեղ մենք այս թվերով գոնե առնվազն կարանք վերլուծենք, որ այդտեղ բան չի եղել, էլի, այսինքն էական տենց ընդհանուր ՓՄԶ-ն չի ավելացել։ Մյուս կարևոր բանը ձեր խոսքում որ ասացիք, ասենք բացառապես առևտրի ոլորտում այդ արդյունավետ հարկային դրույքաչափ ասած է 247-ից նախորդ 247-ից այս տարի դարձել է 260%, հա, որը տենց թվում է թե էլի եմ կրկնում, եթե զուտ տոկոսային նայենք, դա փոքր թիվ է երևում, հա, շրջանառության մեջ, բայց էլի սրան հասնելու համար պետք է հասկանալ ինչքան ռեսուրս է ծախսում։ Ամենաշատը դե բնականաբար բարձրացել է ծառայության ոլորտում, նախորդ 5%-ի փոխարեն դարձել է 8.30, իմ համար ամենածանրը արտադրության ոլորտն է, որը գիտեք, որ ցավոք սրտի մեր ՓՄԶ-ների փոքրամասնությունն են իրանք, 10-12% են բաների ՓՄԶ-ի ընդամենը, 50%-ից ավելը մեր երկրի ՓՄԶ-ն զբաղվում է առևտրով, որը էլի կարմիր լույս է, որ ինչ-որ մեր հնայի 50-60%, այսինքն պետք է այնպես անել, որ մենք արտադրող լինենք, բայց էլի շարունակում ենք այդ բան քաղաքականությունները, ստեղ էլ 3.50-ից տոկոսից բարձրացել է 4.80, հանրային սննդի ոլորտում 4.46 միջին ոնց որ արդյունավետ դրույքաչափը դարձել է 5.60 եւ այլն, այսինքն սրանք հիմա տենց արագ կարող է հնչեցնում ենք մեր լսողի համար տենց շատ էական կարող է ինչ-որ փոփոխություններ չեն, բայց սրանց հետևում կարիք առնվազն սրա ազդանշանն է, որ կարիք կա վերլուծելու։ Ու էլի գալիս ենք նրան, որ անընդհատ մենք բարձրաձայնում ենք, որ մեր մոտ որոշումները ընդունվում են, մանավանդ մեծ խմբերի, մեծ ճաղառու խմբեր ունեցող որոշումները
ընդունվում են առանց խորը ազդեցության գնահատականներ անելու։ Դրա վառօրինակն է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարումը։ Տեսեք, ընդունեցին, հետո նայեցին, հետո նորից հետ փոխեցին, նորից ժամկետը բանարեցին եւ այլն, բայց ամենավատն է, որ այն ծախսը, որը որ պետք է արվեր, ընդ որում միջազգայինների կողմից էլ ես գիտեմ, որ որոշակի հետազոտություններ արվել է, նույն այդ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարման, այդ հետազոտություններին ոնց որ ասած բան տեղ չի դրվում, տենց ինչ որ բան որոշումով։ Նույն շրջարկը վերաբերվում էր 50,000-ից ավել գերփոքր բիզնեսի։ Այդտեղ այդ որոշումը ընդունվել է զուտ Ֆիննախի բան տեղեկանքներով։ Այս կլինի, այսքան ռոցիչ եկամուտ կավելանա եւ այլն։ Բայց վարկագծային ՄԶ-ի հետ երկխոսություն չի եղել։ Ոչ միայն երկխոսություն չի եղել այդ հաստատ, ոչ միայն երկխոսություն, այլ նաև այդ ազդեցության գնահատում անել։ Օրինակ գնալ նայել այս նույն ռեֆորմը, ասենք ոնց է ազդելու սահմանամերձ համայնքի վրա։ Երբ որ մենք ունենք որոշումներ, որ այդ շրջարկի, ասենք, դրույքաչափերը նույն ձևի է, ինչ որ, ասենք, մարզային նույն առևտրի ոլորտում աշխատող կամ արտադրության ոլորտում աշխատող այդ բիզնեսը, հա, բայց մոտեցումները պետք է բնական է առնվազն գոտիականության, սա անդադ ես ասում եմ, բայց այստեղ միայն հարկային քաղաքականությունը չի, էլի։ Այստեղ տարածքային զարգացվածության նախարարությունը խնդիր ունի, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, որպեսզի զբաղվածության, աղքատության կրճատման ամենալավագույն գործիքներից մեկը դա հենց ձեռնարկատիրությամբ զբաղվելը խրախուսելն է, որ մարդը ինքնազբաղված լինի եւ այլն։ Այսինքն այդ լայն պատկերով, երբ որ գնահատականներ չեն արվում եւ որոշումներ են ընդունվում, ապա ելնում է այս պատկերը, որը սա հələ թվային պատկերն է, իսկ իրական պատկերը, որ ասենք այդ մարդկանց մոտ դժգոհություն է առաջանում, վստահության պակաս է առաջանում, դա ավելի ուրիշ ձև է հետո արտահայտվում են։ Եթե համակարգենք փոքր ու միջին բիզնեսի առաջնային խնդիրները, առաջին երկու ամենամեծ խնդիրները որոնք են։ Առաջինը, որ հնչեցնում են, դա ֆինանսների հասանելիությունն է, այսինքն բիզնես սկսելու կամ սկսած բիզնեսը զարգացնելու այսօր լուրջ խնդիր կա այդ ֆինանսների հասանելիության։ Նախկինում պետք է լինեն, օրինակ վարկեր, ներդրումներ։ Նախկինում 2002 թվականին ստեղծվել էր Հայաստանում փոքր ու միջին բիզնեսի զարգացման ազգային կենտրոնը, որը ոչ միայն այդ ֆինանսների հասանելիության, այլ նաև ուսուցման, իրազեկման, ինքը վերջում փակվելուց առաջ արդեն, եթե չեմ սխալվում, 9 մարզերում գրասենյակներ ուներ, մյուսում որտեղ չուներ ներկայացուցչություն ուներ, որոնք ուղիղ այդ ձեր ասած երկխոսում էին ու խնդիրները հավաքագրում էին, նաև փոփոխությունների մասին տեղեկացնում էին բաներում իրենց մարզերում եւ այլն։ ՓՄԶԶԱԿ-ը նաև ուներ երաշխիքային ֆոնդով սկսնակ բիզնեսներին եւ գործողներին մատչելի բանով վարկեր տրամադրել առանց գրավի, որովհետեւ ՓՄԶ-ների մոտ խնդիրը նաև որ առանց գրավի համարյա թե ոչ մի բանկ վարկ չի տալիս, պետք է այնտեղ կոնե 6 ամսվա աշխատանք ունենաս եւ այլն, բանկերի տված վարկերն 14-17%, երբ որ նայում ես տենց պարզագույն թվաբանությամբ, եթե ինքը ամեն ինչ օրինական աշխատի, ինքը չի կարող այդ 14-17%-ը տալ։ Սա է այդ իրազեկվածության բարձրացումն է եւ բնական է ՓՄԶ զարգացման ռազմավարությունը, որը նախորդ ռազմավարությունը արդեն բազմիցս անդրադարձել եմ, ինչպես էր ընդունվել եւ ինչպես էր կատարվել կամ ոչ, այս պահին մենք չունենք նոր ռազմավարությունը հաստատված, գիտեմ, որ նախագիծը արդեն շրջանառվել է ու փորձում են դա այլի մինչև տարվա վերջ հասցնել ընդունել, բայց այդ ռազմավարությունը չպետք է լինի պարզապես թուղթ, այլ իրականում մենք հասկանանք, որ կառավարությունը դեմքով շրջվում է դեպի ՓՄԶ։ Բայց ասում եմ, վերջին գործողությունները ցույց է տալիս հակառակի մասին։ Իրենց աջակցող կառույցը փակվում է, նրա փոխարեն այլ կառույց չի դրվում եւ այլն։ Մարզերում կներեք այդ նույն այդ բանը հարկային նույնիսկ այն ժամանակ ID քարտերի ներդրում բան չէ, հիշում եք, այտենց շատ ավելի դժվար էր 2013 թվականը այդ նույն ՓՄԶԶԱԿ-ի նման կառույցներին հանձնարարվեց, որ համակարգիչներ դրեցին, այդ քարտ ռիդերներ դրեցին, մարդկանց սկսեցին սովորացնել եւ այլն, եթե մենք այդ հետադարձ կապը չենք պահում, նույնիսկ լավ ռեֆորմները հնարավոր չի իրականացնել ու կյանքի կոչել։ Շատ լավ։ Մեր մարզերում փոքր ու միջին բիզնեսը զարգացած չի, ինչպես տեսնում ենք, բայց շատ վատ
չեմ կարող ասել վատ թե լավ, դա դուք մեկնաբանեք, այսպեսի միտում կա, սուպերմարկետները, մեծ խանութները մտնում են մարզեր եւ շատ ենք լսում, որ իրենց մուտքին զուգահեռ փոքրերը դուրս են գալիս։ Սա ինչ ազդեցություն է թողնում եւ դուք ինչ ազդակներ եք ստանում ոլորտից։ Շատ կարևոր խնդիրներից էլի մեկին անդրադարձակ, մանավանդ այս վերջերս, որ Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակը մի հատ շատ խորը ու լավ զեկույց էր կազմել դրա մասին, որտեղ հենց դրա մասը թվերով ապացուցված ներկայացված էր, որ մանրածախարևտրի ոլորտում գերկենտրոնացումը շարունակում է խնդիր մնալ մեր երկրում, եւ այդտեղի գերկենտրոնացման մեջի մեծ բաժինը, ինչքան շեմ 36%, բաժինը անկնում մի սուպերմարկետների ցանցին, հա, հենց այդ զեկույցում անդրադարձ կար։ Ինչ վերաբերում է մարզերում, մեր ասոցիացիայի անդամներից այս վերջերս մենք այդ այսքան տարվա սկզբից արդեն ասում էին, որ Գյումրի ու Վանաձոր են տեղափոխվում Երևանում հայտնի սուպերմարկետների ցանցերը ու ամենավատն է, որ իրանք որպես կանոն մեծամասամբ այնտեղ տեղափոխվում են իրենց մատակարարների շղթայով։ Այսինքն ՓՄԾ-ն նույնիսկ որպես մատակարար չի կարող դառնալ։ Հա, այնտեղ խնդիր է, ասենք եթե ինքը գնա ու տեղի ՓՄԶ-ին զարգացնի, բայց կարգավորումները այդպես չի։ Մենք ունենք ոչ միայն մարզերում, արդեն Հայաստանում գործող բաները, սուպերմարկետները, դուք տեսնում եք, որ իրանք եւ ներմուծող են, եւ արտադրող են, եւ վաճառող են։ Դա ոնց ասած ընդհանրապես շանս չի թողում, այո, շանս չի թողում, ասենք հենց այնպես Քյավառի գաթա էր կոչվում, ինքը Քյավառցիկին էր, եկել էր Երևանում արտադրում էր ու էլի այտենց ոչ պակաս հայտնի սուպերմարկետներից մեկին հանձնում էր, որ վաճառեն ու ինքը լավն էր որակով այտենց եւ այլն։ Այդ սուպերմարկետը իր մոտ վիճակագրությունով տեսնում էր, որ այս գաթան ինչ-որ լավ է վաճառվում, դե իրանքից այտենց ֆուդ կորտեր եւ այլն էր, այդ նույն անունով մի քիչ փոխված, այտենց սկսեց այդ նույն բանից իրավ հենց կողքը դնել, ավելի լավ փաթեթավորված, ավելի եւ այլն։ Այդ գաթան պարզապես դուրս մղվեց այդտեղից եւ բնական է, այսինքն դու այդտեղ տանտերն ես, այսպես ասած, էլի, եթե տեսնում ես մի բան լավ վաճառում, ասում ես ինչի ես չներմուծեմ կամ ինչի դրա ավելի լավ է ես չսարքեմ, էլ։ Ու այս կարգավորումները, որ չկա սահմանափակումները, օրինակ ասենք Carrefour-ը վերցրեք, հա, օրինակ։ Ինքը եթե տեսնում ենք, չէ, իր փաթեթավորմամբ, օրինակ ինչ որ կարող շոկոլադ տեսնեք եւ այլն, այդ ոչ թե Carrefour-ը սկսում է շոկոլադի գործարան բացել, այլ ինքը պատվիրում է շոկոլադ արտադրողին, պարզապես վրայի, ասենք, լոգոտիպը նոմա արտադրված է Carrefour-ի համար, հա։ Դա ընդունելի պրակտիկա է ու երևույթ է, հա, բայց երբ որ ինքը վաճառողն է, բայց ինքը նաեւ արտադրողն է, բնական է ինքը արդեն մրցակցությունից առաջ է։ Իսկ մարզայինը կներեք, սա էլ ասեմ, մարզայինի դեպքում ոչ միայն դա խնդիրը, որ մատակարարներով է գնում, այլ նաև են, որ մարզերում նույն Գյումրիում մենք ունենք, ասենք, բան, սուպերմարկետների ցանց, որ այսօր վտանգված է, տեղական։ Լավ թե վատ, այդ մարդը այդտեղ այսինքն աշխատում են, գործում են։ Հիմա այս այսպես ասած ուժեղ ռեսուրսով բանը մրցակիցը մտնում է, մի քանի ամսում կամ հեսա արդեն մի տարվա ընթացքում դուք կտեսնեք ոնց է ոչնչանում, էլի դա։ Սա լուրջ վտանգ է նաև ոչ միայն ՓՄԶ-ի, այլ նաև երկրի անվտանգության տեսանկյունից, երբ որ այդ առևտրի ու ներմուծման մասնաբաժինը կախված առնում մեկ կամ մի քանի տնտեսավարողներից են։ Պետությունն ասում է, որ ազատ շուկայական տնտեսություն է, ոչինչ չեմ կարող անել, չեմ կարող միջամտել, ըստ ձեզ ինչ պետք է անել եւ արդյոք այս բացատրությունն ընդունելի է։ Հիմա այդ հարցը պետք է տան պետությունը ով է։ Եթե պետությունը մենք բոլորս ենք, այս դեպքում պետք է մենք հասկանանք, նայեք, այս անընդհատ այդ մենք այդ համադրելի նույն այդ բանի զեկույցում էլ միջազգային կառույցներն էլ որ բերում են օրինակներ, ասում են ազատ մրցակցային եւ այլն, որպես կանոն մեզ որպես համադրելի երկիր մեզ համեմատում են Էստոնիայի, Վրաստանի հետ էլ ես անընդհատ ասում եմ, որ մենք ցավոք սրտի ոչ մի երկրի հետ համադրելի չենք, ցավոք սրտի եմ ասում, որովհետեւ գոնե ինչ որ բաներ կտեսնեինք ոնց են արել, ինչն են ձախողել, ինչն են հաջողել եւ այլն։ Ոչ Վրաստանի հետ ենք համեմատելի, ոչ Էստոնիայի, որտեղ առնվազն նրանք ծով ելք երկիր ունեցող երկրներ են։ Մեր տնտեսական կառուցվածքը մենք չենք կարող տենց ինչքան էլ փորձեն
դա ինչ որ ձև դեմոտիվացնել կամ մոտիվացնել, ասենք ԵԱՏՄ անդամ երկիր ենք, մեր տնտեսական շատ կարևոր բաղադրիչներից մեկն է ԵԱՏՄ-ի հետ այդ համագործակցությունը, բայց մենք ԵԱՏՄ անդամ երկիր ենք, ԵԱՏՄ ոչ մի երկրի հետ հարևան չենք, հա, ԵՄ ասոցիացման ու փորձում ենք տենց պայմանագրերով դեպի ԵՄ ինտեգրացիա գնալ, ԵՄ-ի հետ ոչ մի հարևան երկիր չենք, այսինքն սա խոսում է նրա մասին, որ մենք դերստանդարտ լուծում պետք է տանք ու այստեղ հենց այդ հարցերի հարցը հիմա ես չեմ կարող ձեզ պատասխանել, որտեղ ես չգիտեմ այսօրվա տնտեսական քաղաքական պատասխանատուները ինչպիսի տնտեսական զարգացվածություն են պատկերացնում մեր երկրի, որ մենք էլ տենց մեր կտորը տենց առանձին ՓՄԶ-ն ասենք դա այդ ձեր այդ զարգացվածության մեջ այս քաղաքականությունը փոխեք, չգիտեմ, սուպերմարկետների դեմ կամ արտադրողների համար կամ այսինչ, որ մենք տեսնենք ինչ է, բայց ես չգիտեմ Չգիտեմ մեր համար առաջնահերթությունը ինչ է, հանքարդյունաբերությունը, թե զբոսաշրջությունը, փոքր արտադրողն ու դիվերսիֆիկացիան, թե խոշոր ներմուծող վերաարտահանողը։ Այսինքն սրանք հարցեր են, որ չկա դրանց պատասխանը, ցավոք սրտի եմ ասում։ Պարոն Ավագյան, հաճախ տպավորությունը, երբ ֆինանսների նախարարությունը կամ որևէ այլ գերատեսչություն բերում է մի նախագիծ, էկոնոմիկայի նախարարությունն օրինակ, որ պետք է լինի հակակշիռը ներկայացնի, օրինակ բիզնեսի շահերը, տնտեսական շահերը եւ այլն, նախագծերում մենք ներքին քննարկումներ չենք տեսնում, այդ հակակշիռները չենք տեսնում եւ հաճախ նախագծերը միաբերան ընդունվում են եւ դուք նկատել եք արդյոք այս որոշումը եւ ըստ ձեզ ինչպես պետք է լինի դասական օրինակում կամ Հայաստանի օրինակում, որպեսզի նախագծերը դուք խոսեցիք, որ լավ չեն քննարկվում եւ ՓՄԶ-ի ձայնը չի լսվում, այս շղթան ինչպես պիտի գործի եւ ինչպես պիտի դիրքավորվի էկոնոմիկայի նախարարությունը այստեղ։ Դուք ձեր հարցում արդեն պատասխանը կարծես թե տվեցիք, բայց ես իմ ոչ շատ մեծ աշխատանքային շղթան լսել, դուք ինչպես եք դա պատկերացնում։ Ոչ շատ մեծ կարող եմ ասել աշխատանքային փորձով, չնայած 2011-12 թվականից ՓՄԶ ոլորտում թե փորձագիտական եւ այլն, առաջին անգամ ես տեսա էկոնոմիկայի նախարարության բանը, կողմ լինելը այս նույնը շրջանառության հարկի եւ այլնի վերացման, նախորդ էկոնոմիկայի նախարարի ժամանակ, որը ոչ թե ասել էր կողմ եմ, այլ ասել էր ընդհանրապես վերացրեք շրջանառության հարկը որպես ռեժիմ, էլի։ Հիմա ինքը տենց բան խնդիրների մեջ է, չեմ ուզում տենց բան ասեմ, բայց երևույթն եմ ասում։ Դրանից հետո գործող էկոնոմիկայի նախարարը ասաց, որ հարկային քաղաքականությունը կներեք իմը չի, ուրիշ բան եկեք ասեք, չգիտեմ, զարգացման ծրագրեր եւ այլն, որ անենք, հա։ Բայց դասական օրինակում եւ Հայաստանի օրինակում մասնավորապես, այո, դա այդ բանը բախումը պետք է անընդհատ տեղի ունենա, որ այդ հակակշռվի այդ ինստիտուտները։ Բացի դրանից ոչ միայն էկոնոմիկա եւ ֆինանս, այլ իրար մեջ գերատեսչությունները, հենց նոր ես որ ասում եմ մարզային պետք է այլ մոտեցումներ եւ քաղաքականություններ, այդտեղ տարածքային էլ պետք է գա, այն մյուս գերատեսչություններ պետք է գա։ Բայց ցավոք սրտի կան դեպքեր, երբ որ նույնիսկ փորձում են ինչ-որ բաներ հակա իրար հիմնավորեն երկու գերատեսչություն, բայց եթե կառավարության ղեկավարը ասեց, չէ, ես կարծում եմ սենց է ճիշտ, բոլորը սկսում են հիմնավորել են ինչ-որ կառավարության ղեկավարն ասել։ Այսինքն, ստեղ մենք այդ հակակշռի են իմ սկզբի խոսքում, որ ասացի, ինստիտուտը, քանի որ բացակա է, ազգային ժողով, նախագահական ինստիտուտ եւ գործադիր մարմին, այսօր ոչ մի հակակշռում կարելի ասել տենց բացարձակ չեմ ասում, բայց համարյա թե ոչ մի հակակշռում չկա, եթե գլխավոր որոշողը ասած սենց է, նույնիսկ ասենք վախենում են հակադրվեն ու այդ հիմնավորեն, որ եկեք մի հատ քննարկենք, էլի։ Ու սա բերում է նրան, որ մեր մոտ որոշումները այդ արդեն այստեղ կարող եք բերել ցանկացած ասենք փոքր մոդելում, ընկերության մոդելում եւ այլն, եթե ասենք որոշում կայացնողին չի հակակշռում իր բաժինները, չգիտեմ, մարքեթինգի բաժին, զարգացվածության պատասխանատվության բաժին եւ եթե չի հակակշռվում, ապա այդ միանձնյա որոշում կայացնելը արդեն ակնհայտ է, որ հավանականությունը մեծ է, որ ինքը կսխալվի։ Փոքր ու միջին բիզնեսի ոլորտում կա կարևոր բան, որը դուք ուզում եք կառավարությանը հասցնել, բայց դրա հնարավորությունը չունեք։ Այս պահին հնարավորության խնդիր չի, այստեղ հարցը նա, որ այսինքն այն ինչ որ մենք ասում ենք, հասցնելու խնդիր չունենք, ասում ենք, ներկայացնում ենք, այդ ֆորումներին մասնակցում ենք, պետության մասնավոր հատված գոնե ֆորմալ եղած բոլոր հարթակներում, թե ես, թե մեր ասոցիացիայի խորհրդի անդամները ներկայացված են տեսչական մարմիններում, էկոնոմիկայի նախարարինքից, փոխվարչապետինքից, ազգային ժողովում փորձեցինք մեր
տնտեսական հանձնարարողին կից այդ երկխոսության հարթակը ստեղծել, այսինքն հասցնելու, ասվածը տեղ հասցնելու խնդիր չկա, թե մամուլով, թե գիտեք, նաև հեղինակային հաղորդում ունի ասոցիացիան, այստեղ ուրիշ բան է, ով է լսում եւ ով է փորձում դա վերլուծել կամ իրականում դրան ուշադրություն, այսինքն միայն ՓՄԶ-ի խնդիրը չի, էլի, ես որ նայում եմ մեծ պատկերում որոշումների ընդունման ձևաչափը իրար հակակշռելու Դե էլի կրկնվեմ, ոնց որ իմ խոսքի սկզբում ասացի, ոչ միայն ՓՄԶ-ի, ընդհանրապես մեր երկրում որոշումների ընդունման եւ կառավարման մոդելում շատ կարեւոր է վերականգնել նախորդ իշխանության փոփոխած, վատթարացնող այդ հակակշիռների ինստիտուտը, ընդ որում ես ուզում եմ էլի առիթ չեմ բաց թողի ասել, որ 18 թվականին նաեւ սրա մասին խոստում կար, որ սահմանադրական փոփոխություններ կարվեն եւ այս սուպեր վարչապետության լիազորություններ կրճատվեն եւ էլի կրկնվեմ, որ մեր մոտ այդ պարլամենտական ինստիտուտը ցավոք սրտի մենք այս պահին արձանագրենք, որ մենք որպես հասարակություն նախ դրան պատրաստ չենք եւ երկրորդը չի կայացել։ Հետևաբար ցանկացած որոշումներ պետքա լինեն այդ ձեր հարցումները, որ նշեցիք, իրենք պետքա լինեն խորը քննարկումների, բախումների եւ հակակշիռների արդյունքում ծնվող Այդ թվում շատ կարևոր է, որ շատ նվազ ուշադրություն է դարձվում, բայց մեծամասնություն կազմող փոքր ու միջին բիզնեսի, որոնց ձայնը ավելի քիչ լսելի է, որովհետև նրանց լոբիստական հզորությունները ավելի թույլ են, հետևաբար նրանց պետք է պետությունը ձեռք մեկնի, ասի լավ, մի քիչ էլ ոչ կազմակերպված ասա քո խոսքը, մի քիչ էլ բան ասա եւ այլն, բայց ես պատրաստ եմ քեզ ժամանակ տրամադրեմ ու լսեմ բոլոր օղակներում, թե պարլամենտական, թե եթե վերականգնվի նախագահական ինստիտուտում, որոնք իրար կբալանսավորեն, որովհետև դա ոչ միայն մեր երկրում, ամբողջ աշխարհում դա ամենակարևոր միջին խավն է ցանկացած երկրի, որ եթե ինքը չի կայանում ու մենք չենք դիվերսիֆիկացնում տնտեսությունը, մենք լուրջ խնդիրներ ենք ունենալու։ Զուտ ՓՄԶ-ին այդ խնդիրների շարքում ես առաջինը նշեցի ֆինանսների հասանելիությունը եւ անկանխատեսելի վիճակը, ինչպիսի ՓՄԶ ենք մենք ուզում տեսնենք, ինչպիսի քաղաքականություն, երկրորդը բնական է այդ հարկային եւ այլ քաղաքականությունները, որպեսզի տենց հաճախ չփոխվեն եւ ավելի ՓՄԶ-ամետ բաներ լինի, քաղաքականություններ եւ իհարկե իմ ասում ցավերի ցավը, որ հայ ՓՄԶ արտադրողը այսօր շատ ստվերված է։ Այդտեղ արդեն ոչ միայն գերփոքր, միջին եւ մի քիչ էլ միջինից մեծ արտադրողները, որոնք այդ արտադրության բոլոր օղակներում խնդիրներ ունեն եւ նույն վիճակագրությունը նույն ՓՄԶ-ում տեսնում ենք, որ նրանք փոքրամասնություն են կազմում, ու այս գերկենտրոնացումը, ասենք ՓՄԶ-ների 50%-ից ավելը Երևանում են գործում, ՓՄԶ-ների 50%-ից ավելը առևտրի ոլորտում են գործում։ Մենք մարզ ունենք, Վայոց ձորի մարզը, ասենք, որ ՓՄԶ-ների ընդամենը 1-2%-ն է։ Այսինքն սրանք հարցեր են, որոնք տնային աշխատանքներ են, որ պարզապես պետք է ինչ-որ մեկը չէ, այսինքն դա բալանսավորված, հետևողական, պահանջատիրական գնացվի ու քաղաքականությունները իրականացվի իրական մարդկանցով, իրական ցանկություն ունեցող եւ ծառայող մարդկանցով։ Շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Հիշեցնեմ, հետքի տաղավարում ՓՄԶ համագործակցության ասոցիացիայի հիմնադիր նախագահ Հակոբ Ավագյանն էր։ Միացեք հետքի YouTube-յան ալիքին մեր հետագա հարցազրույցներն ու տեսանյութերը բաց չթողնելու համար։